Ամերիկյան ներդրումներն են անհանգստացրել երկրորդ նախագահին, ասում է տպավորություն է ոսկուց պիտի կառուցվեն այդ ռելսերը, այդ ինչ գումարների մասին է խոսքը, այդ ինչ գումարների մասին է խոսքը Տիկին Ղազարյան։ Նախ պետք է անկեղծանամ եւ ասեմ, որ չեմ դիտել Քոչարյանի ասուլիսը, բայց միայն արձագանքներն եմ տեսել համացանցում եւ այդ կտորը, որ քաղաքացիներից շատերին զայրացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն 10 տարի պաշտոնավարելով այդպես էլ չէր սերտել Հայաստանի Հանրապետության տարածքը, չէր սերտել, երևի չէր կարևորում, որովհետեւ պատրաստ էր Հայաստանի սուվերեն տարածքից մի մեծ կտոր մեղրին այն է զիջել, որը մինչ օրս չէր հերքել եւ ապացուցված է դա ազատության կողմից գաղտնազերծված այն տեսանյութով, որով մեղրին պատրաստվում էր հանձնել Ադրբեջանին։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի մնացած պնդումները, որովհետեւ կրկին ասում եմ, մարդ հանդես չի գալի Հայաստանի Հանրապետության անունից եւ չի սպասարկում Հայաստանի շահը։ Ինչ վերաբերում է TRIP նախագծին, ապա TRIP կազմակերպության երևի սխալ է ընկալել, ուրեմն TRIP կազմակերպությունում Հայաստանը ունենալու է մասնաբաժինը, ի տարբերություն բոլոր այն գործարքների, որոնք նախկինում տեղի ունեցել պարտքույքի դիմաց, որտեղ Հայաստանը կոպեկների, գրոշների դիմաց Ռուսաստանին տվել է կարևոր ենթակառուցվածքներ։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը բավականին շահավետ դիրքում է, որովհետև կրկին բոլոր հարկերը հավաքելու է, մաքսատուրքերը հավաքելու է, ամեն ինչ գործելու է մեր օրենքների կարգավորմամբ, բայց այդ կազմակերպությունը, որ գրանցվելու է Հայաստանում, որտեղ Հայաստան ունենալու է իր մասնակցությունը, կառուցելու է երկաթգիծը, որը ցավոք սրտի նախկին նախագահան ոչ բառիս ուղիղ իմաստով կերել է։ Ինքը երևի ավելի լավ կգնահատի, թե իր կերածի չափերը որքան են։